Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ին եթերում է եւ մեծ հաճույքով ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Ամեն անգամ, գիտեք, երբ մեր տաղավար է գալիս որևէ երիտասարդ, այսպես հասարակական, քաղաքական գործիչ, մենք միշտ ուրախ եւ մեծ հաճույքով նրան դիմավորում ենք։ Իսկ այսօր պիտի ասեմ, որ նման մի անձնավորություն է մեզ հյուրընկալվել, Գուրգեն Հովհաննիսյան, Հայրենի կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար։ Գուրգեն, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես շատ իսկապես ուրախ եմ, որ դու մեր տաղավարում ես, որտեվ լավ տեղյակ լինելով, թե ինչ ճանապարհ ես անցել քո այս երիտասարդ տարիքում արդեն, կարող եմ ասել, որ շելի բարեկամներ հետաքրքիր զրուցակից ունեմ։ Գուրգենը դեռ 2019 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային իրավունքի ինստիտուտը, պետական այդ հզոր ինստիտուտը, որի շրջանավարտերը միշտ աչքի են ընկնում իրենց այսպես նեղ մասնագիտական որակներով, միջազգայնագետ է, դիվանագետ եւ ամենակարևորը կյանքը քո առջևում է ինստիտուտից հետո դժվար էր համակերպվել հայաստանյան կյանքին։ Չէ, երբեք դժվար չէր իրականում, որովհետև միշտ այդ 4 տարիների ընթացքում կարոտով էի հիշում Երևանը, Հայաստանը եւ մեծ ցանկություն կար վերադառնալու, իսկ վերադառնալուն պես արդեն հասկացա, որ այստեղից բացակայելը շատ բարդ է լինելու հետագայում դրա համար Բայց ասա, որ վերադառնալուց հետո էլ գնացիր բանակ։ Ծառայության հասկանալի է, բայց ուներ հնարավորություն շատերի նման չծառայելու։ Չէ, ինչպես չի կարելի։ Ամեն հայ տղամարդ իմ կարծիքով պետքա ծառայի մեր հայոց բանակում։ Իրականում այդ շատ կարևոր սկզբունք է, ես կասեմ, էլի հայ տղամարդու համար, որ ծառայության անցնի պարտադիր։ Դե ես ուրախ եմ իհարկե, որ դու նման ձևով ես մտածում։ Լավ, անցնենք բուն թեմային։ Ավարտվեցին Վաղարշապատի խոշորացված համայնքի թիմ ընտրությունները, որտեղ ձեր կուսակցությունը, չէ՞, հայրենի կուսակցությունը առաջադրել էր Խաչիկ Մանուկյանի թեկնածությունը։ Ինչու հենց նրա եւ ըստ քեզ ինչպես անցան այդ ընտրությունները։ Տեսեք, այո, մենք ներկայացրել էինք Խաչիկ Մանուկյանի Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածությունով։ Տեսեք, Խաչիկ Մանուկյանը ես սենց համեմատական տանեմ, էլի, ինքը իրականում ոնց որ արտացոլանք է լինի մեր հասարակության adekvat մասի։ Երբ մարդը ստանալով հարվածներ, վերքեր, բայց գլուխը բարձր, նայելով հեռու առաջ է շարժվում ու շարժվում առաջ այնպես, որ մարդիկ նայելով կարող են օրինակ վերցնել իրենից։ Դե ես մենակ այն մասով չեմ ասում, էլի, որ նա կորցրել է այս 44 օրյա պատերազմի ընթացքում հերոս որդիա կորցրել, զոհվել է իր որդին Վաչագանը Մանուկյան, միայն այդ մասով չէ էլի իր վերքերը, այլ նա իրականում ապրում է այսօր այն ցավով տեսնում է երկրի իրավիճակը, տեսնում է հասարակության անտարբերությունը, այն մի հատվածի անտարբերությունը էլի իրականում եւ այդ ամեն ինչը ապրելով նաեւ տեսնում է գույները, այն պայծառ մասը մեր երկրի ու հասարակության ու այդ նենց է ներկայացնում մեզ, որ մենք էլ ենք կոպիտ ասած վարակվում դրանով ու հասկանում ենք, որ դեռ հույս կա, հավատ կա, այսինքն ամեն ինչ չի ավարտվել դեռ։ Այդ նույն սկզբունքով, տեսեք, իրականում մեր թիմը հայրենի կուսակցության ղեկավար հանդիսանում Արթուր Վանեցյանը, մեր պարոն Վանեցյանի գլխավորությամբ թիմը տարբեր բանակցությունների, տարբեր ժողովների ընթացքում եկավ այն լուծման, այն adekvat լուծմանը, որով որ մենք ներկայացանք, կոպիտ ասած մենք եկանք այն եզրահանգման, որ Խաչիկ Մանուկյանն այն անթերի տեխնացունա, ով լինելով բանաստեղծ հրապարակախոս, մեր օրերի երևի թե լավագույններից է նա,
չեմ վախենա այդ բառից, եւ անցած փորձ, անցած ուղի ունի, անցած ճանապարհ ունի եւ իր կյանքով ապացուցել է, որ իր խոսքը գործ է եւ այդպես մենք ընտրեցինք նրա տեխնացությունը եւ առաջարկ արեցինք եւ նա չմերժեց։ Իդեպ ասեմ Խաչիկ Մանուկյանին ճանաչողները կհամաձայնվեն ինձ հետ այդ մտքի հետ, որ Խաչիկ Մանուկյանը եթե մի պահ մտածի, որ քայլում է ու իր հետ տանում է մի թիմ, որի հետ ինչ որտեղ համաձայն չի, նա հաստատ այդ թիմի հետ չի համաձայնվի քայլելու։ Այսինքն մեր ինքն էլ նույնպես մեր նայելով մեր թիմին հասկացա, որ սկզբունքները համապատասխանում են եւ առաջ շարժվեցինք։ Դե ընտրությունների մասով ասեմ, պարոն Ղուշյան, իրականում առաջի իմ ընտրություններն էր, որ ես մասնակցում էի որպես, այսինքն արդեն շտաբային աշխատանքները, քարոզարշավը եւ ընտրության օրը որպես վստահված անձ էի գնացել, ես ինքս շատ մեծ ցանկություն էի հայտնել գնալ ներկայանալու որպես վստահված անձ։ Տեսեք, նախ սկսեմ քարոզարշավից։ Քարոզարշավից առաջ դաժե անգամ ես ասեմ, եթե համարենք դա խախտում, Արգիշտի Մեխակյանը բարձրանում է բեմ, գյուղը ներողություն եմ խնդրում, չեմ հիշի, Արգիշտի Մեխակյանը բարձրանում է բեմ եւ իր հովանավորներից մեկը Արգիշտի Մեխակյանի ներկայությամբ նվիրատվություն անում բարեգործություն իբր $10,000 երեխային գումար նվիրում, այն դեպքում որ մյուս օրը քարոզարշավը սկսում է։ Լավ, այստեղ անցակազմ չկա, անցնենք առաջ։ Քարոզարշավը սկսում է բացահայտ խախտումներով, մի օր դեպատները նայում էի, Վահրամը էլի տեխնացու էր, ասենց համատական տարավ, ասում է, երբ Էջմիածին ես գալիս, այդ օրերին, ասես Հյուսիսային Կորեա մտնես։ Ամբողջ մի կիլոմետր երևի շարված է մեր այդ Արգիշտ Մեխակյանի պաստառները։ Նախ այդ պաստառների մասով ընդհանրապես ոչ մի հավասարություն չկար։ Իրենք փակցնում էին պետական բնակելի շենքի վրա, փակցնում էին իրենց պաստառները։ Այդտեղ նկատելով, որ խախտում է, գրանցվում է խախտումը, թե ընդդիմադիր կուսակցությունների կողմից է արձագանք արագ լինում, թե դիտորդական առաքելություն անող կազմակերպությունների կողմից եւ այլի արագ հեռացում։ Իդեպ ասեմ, օգտագործվում էր մեծ վարչական պետական ռեսուրս, թե մարդկային, թե նյութական, անգամ այդ պաստառները փակցնելուց աշխատում էր վարչական այդ տեխնիկան, համայնքային տեխնիկան էր աշխատում, համայնքային աշխատողներն էին անում, չգիտեմ, այդտեղ երևի գրանցված կլինի ամեն ինչ։ Դե այնտեղ ընտրության օրը հենց խայտարակություն էր ուղղակի տիրում, չգիտեմ, ես ինքս եղել եմ ներկայ եմ գտնվել հենց ընտրատեղամասում, էլի մի օրինակ բերեմ, իմ տեսած փաստն եմ ես ձեզ ասում։ Քո աչքերի առջև։ Հա, իմ աչքերի առջև է տեղի ունեցել։ Ես ուրեմն տանում եմ մեր վստահված անձերից մեկին ընտրատեղամաս, առավոտ ժամը 7:30 էր երևի, հա։ Տանում եմ ընտրատեղամաս որպես վստահված անձ, հենց ընտրության օրը նոյեմբերի 16-ին։ Ու տեսեք, մենք դրանից մի օր առաջ մենք ընտրությունից մի օր առաջ ժողով արեցինք ու եկանք այն եզրահանգման, որ պետքա մաքսիմալ զգոն լինենք, մաքսիմալ սրտացավ, որպեսզի մեր քաղաքացու քվեն հանգարց շփոթմունքով կամ ինչ-որ մի խախտումով բանով որ չկորի, այսինքն մեր համար շատ կարևոր էր այն անձը, այն քաղաքացին, որ գալիս է ընտրության, իր քվեն հասնի իր նպատակին։ Տեսեք, այդ իսկ պատճառով ես պրոստը ասացի մա դիտարկեմ հերվից, դե վստահված անձը մուտք գործեց, ես հերվից նայում եմ էլի այդ ընտրատեղամասին, ամեն ինչ լավ էր, նորմալ էր, էլի այդ պաստառներին եմ ուզում ուշադրություն դարձնեմ, կուտակումներին, մյուս ամեն ինչ օքեյ է իբր թե անցնում եմ, գնում եմ ընտրատեղամաս, մեկ էլ մի 2-3 ժամ հետո ստանում ենք նամակ, վիդեո տեսագրություն, տեսանյութակ ուղարկում մեր վստահված անձը, այսինքն ինքը մոտավորապես 9:30-ին դուրս է գալիս իր ընտրատեղամասի տարածքն է ուզում նայի, հենց տեսեք, որ պատկերացնեք մուտքն է դեպի ընտրատեղամասի մուտքն է, ընտրատեղամասի մուտքին անկյունային պատ կա, այդ անկյունային պատի վրա փակցված է Արգիշտի Մեխակյանի պաստառը։ Պատկերացնում եք ինչ աստիճանի է հասնում այդ խախտումների, ինչ ասեմ, ոնց ասեմ, ժողովրդի լեզվով ասած ափաշքարա էլի։ Ափաշքարա, հա, շատ ճիշտ եք ասում, ափաշքարա բերում փակցում են ու ընտրության օրը պատկերացնում։ Որ իրավունքը չունեն։ Հա, իրավունքը չունեն։
Այդպես, չգիտեմ, այդ կուտակումները, գյուղերում խայտարակ կուտակումներ էր իրականում։ Ընտրատեղամասի ներսում կուտակումներ էր, որ ոչ մի հետևություն չէին անում, թե Լավ, դուք չէիք հասկանում, որ երբ որ դեռ 6 ամիս առաջ այդ խոշորացված համայնքը միացվեց վաղար շաբաթին ինչ քայլեր դա, ես զարմանում եմ։ Դա արվեց ինչ եմ, որ գյուղերում իրենց գործ անեն, չէ։ Իհարկե, համաձայն եմ, դա հենց այդ պատճառով արվել է, բայց մենք ինչ անենք այդ դեպքում, այսինքն մենք հանձնվենք, նստենք, ասենք դե լավ, դե իրանք մեկը հաղթելու են, մեկը այդ համայնքը որ խոշորացրեցին այնտեղ մաքսիմալ ընտրախախտումներով կարողանալու են ձայն հավաքել եւ մենք չմասնակցենք ընտրության։ Հենց մեր սխալն է, հենց հասարակության սխալը է դա, որ պրոստը անտարբեր է նստում ու նայում է թե ոնց է երկիրը քանդվում, ոնց է հասարակությունը ուղղակի քայքայվում։ Մենք չենք կարող։ Դե դու երիտասարդ մարդ ես եւ ես հասկանում եմ թե ինչքան ցավալի է քեզ համար, երբ այսքան անարդարություն ես տեսնում, ինչպես ասում են, քիչ ոնում սիրտը տրակ է այդ անարդարություններից։ Լավ, դրա համար ինչ որ ձև կար այդ օրերին, թե անիմաստ էր։ Մենք մեր հետևությունները իրականում արել ենք։ Մենք մեր մոտեցումները կփոխենք հետագա հանրապետական ընտրություններին, որ սպասվում է հունիսի 7-ին 26 թվականի։ Մենք մեր մեջ գիտենք, թե ոնց ենք պայքարելու այդ ամենի դեմ եւ արդյունքը կտեսնի ժողովուրդը։ Դե դա է որ լավատեսություն մնացել է, որտեվ ես այնիշ տեսա վաղար շաբաթի այդ խայտարակ ընտրությունների օրերին, պարզապես ապշել է։ Դե ես էլ երկար տարիների լրագրող եմ եւ շատ ընտրությունների միջով եմ անցել, բայց տարի կատարելագործում են այս։ Ես ասեմ, որ ԿՊ-ն շատ տեխնոլոգիաներ ունի, որ դուք հետո եք զգալու։ 26 թվականին ավելի բարդ է լինելու է իրականում, եթե այսպես շարունակի։ Իրականում այո։ Դե ես ինչ եմ, այսպես ժպիտով ընդունում, որտեվ պայքարել մի բանի դեմ, որը փաստորեն անհաղթահարելի է, չէ պատկերացնում։ Լավ, ընտրությունները, որ խայտարակ էին, իհարկե դրա մասին երկու կարծիք չկա, բայց լավ է, որ դուք որպես երիտասարդ մասնագետ չեք կոտրվել եւ ասեք մենք մեր հետևությունները անելու ենք։ Իհարկե։ Դե ուրախ եմ, ձեր կուսակցության դիրքորոշումը շատ ճիշտ է առայժմ։ Մի ցավոտ հարցի մասին էլ խոսենք, ինչ վաղար շաբաթում ակնհայտ էր։ Եկեղեցի իշխանություն այդ հակամարտության, ինչով եք բացատրում ԿՊ-ի նման մոտեցումը այդ հարցին, ինչի են անպայման ուզում եկեղեցուն այսպես շարքից հանել, մեղմ ասած։ Տեսեք, իշխանության ասեմ, ԿՊ-ի ասեմ, թե Նիկոլի ասեմ, մենք այդ մի սուբյեկտ ենք էլի հիմա դիտարկում, լավ, եկեք վերցնենք ԿՊ-ի եւ եկեղեցու ստեղծված հակամարտությունը, դա իրականում պատահական կամ գաղափարական բան չի, էլի պարոն Ղուշյան։ Սա պետական մակարդակի ծրագրավորված եւ կազմակերպված արշավա մեր ազգային ինքնության դեմ։ Այսինքն ԿՊ-ն հիմա փորձում է ամեն կերպ կոտրի ՓՇՐ-ի այն ինստիտուտը, որը որ 1700 տարի շարունակ եղել է մեր ժողովրդի կողքին։ Եղել է այն ժամանակ, երբ մենք պետականություն անգամ չենք ունեցել։ ԿՊ-ի վարած քաղաքականությունը իրականում ոչ թե ինչ որ կոնկրետ հոգևորականի դեմ է, այլ մեր ընդհանուր արժե համակարգի դեմ է։ Նա քանդում է ընտանիքի, ավանդույթի, հավատքի հիմնասյուները, հիմքերը։ Եվ ասես ստեղծվել է մի տպավորություն է ստեղծվել, որ ԿՊ-ն իր իշխանությունը պահպանելու համար գտել է մի մեխանիզմ քանդի եկեղեցուն, հարձակվի եկեղեցու վրա։ Նա հասարակությունը բաժանել է հավատացյալների ու հին մեռած արժե համակարգ կրողների մեջ, այսինքն պատկերացնում եք դուք, նա բաժանում է մեր հասարակությունը։ Դե մենք գիտենք, բաժանված հասարակությունը ավելի հեշտ է ղեկավարվում։ Ամեն դեպքում այս վտանգները մենք վտանգի տակ ենք շատ մեծ, որովհետև Հայաստանը կորցնելով, ունենալով, չգիտեմ, այդ արմատազուր կա լինում, դառնում է անճանաչելի ու բացվում է արտաքին ճնշումների համար, հասկանում եք, երբ հասարակությունը քանդվում է։ Եվ այդ իսկ պատճառով մեր պայքարը հիմա ոչ միայն իշխանության դեմ է, այլ մեր ազգային ինքնությունը պահպանելու համար է, այսպես ասեմ։
Դե շինծ ու գործեր են բացվում, այսինքն նույն Սրբազան Միքայել Սրբազանի Աչապայանի մասով։ Այսինքն տարիներ առաջ դատախազություն բողոք է ներկայացում, դատախազությունը նայում է հանցակազմ չի գտնում, քննչական չի ուղարկում, հենց այդ նույն տեսանյութով այս վերջի դեպքերով հենց այդ նույն տեսանյութով նորից հարուցվում է քրեական գործ ու Աչապայանը գնում է կալանքի։ Այսինքն այս խայտարակությունն է, էլի, էսի պրոստը մարդկանց աչքի առաջ ձեռ են առնում ու մտածելով, որ անհետևանք կլինի։ Այդ ոնց եղավ, չէ, շարքը ոնց եղավ, սկզբից Սամվել Կարապետյանը հարցազրույց է տալիս, այդ 1-2 րոպեանոց հարցազրույցը, դրանից հետո կալանավորում են նրան, հետո Սրբազան հետո արթնանում է այդ բողոքը, հետո Սրբազան պայքարի աջակիցներին սկսում են ձերբակալությունները, Բագրատ Սրբազանին եւ մյուսներին։ Դրանից հետո արդեն մի հատ էլ դրանով չեն սահմանափակվում, մի հատ էլ ուզում են ձերբակալեն Միքայել Սրբազանին, այն էլ ինչպիսի ձերբակալություն հարձակում մայրաթոռի վրա։ Գուրգեն, դե դու երևի նկատել ես, որ արդեն բավականին ժամանակ է մեր հասարակությունը, մենք բոլորս ապրում ենք ստի, կեղծիքի այդ զզվինի, ինչպես ասում են իրավիճակում, որքան կարող է շարունակվել իշխանությունների նման պահվածքը, որքան կարելի է այդ ամենը հանդուրժել։ Տեսեք, իհարկե այդ ստի, կեղծիքի մանիպուլյացիաների տակ հասարակության մի մաս կա, զանգված կա, որ ապրում է դրանով, այսինքն ինքը այդ կծիկից չի կարում դուրս գա, չեն թողնում դուրս գա, բայց ասեմ ձեզ մի զգալի հատվածը հասարակության, մեծ հատվածը, ուղղակի դուրս է եկել այդ տեղից, անգամ չի մնացել մանիպուլյացիայի տակ, չի էլ դարձել ժամանակին մանիպուլյացիայի զոհ եւ հասկացել է, որ ՔՊ-ն ուղղակի իր վարչական պետական մակարդակով այդ ռեսուրսները օգտագործելով, չգիտեմ, այնտեղ օակներ ստեղծելով, ֆեյքերը ստեղծելով, մեծ ռեսուրսներ ծախսելով, որ այդ սուտ կեղծիկ այդ միջավայրը պահելով ինքը կարա հենարան իր համար ստեղծի, մեր հասարակությունը հասկացել է այդ, ընդունել է, հասկացել է, որ ինքը տեսնում է իրականությունը մեր երկրում ինչա կատարվում, տեսնում է թե անվտանգության անդունդը, թե եկեղեցու դեմ արշավները, ինքը այդ բացահայտ տեսնում է հասարակությունը ու հասկանում է, ու հասարակության պատասխանը լինելու է շատ ցավոտ իրականում։ ՔՊ-ն գիտակցում է, հասկանում է, որ ինքը ունի լավ հենարան, բայց իրականում այդ հենարան չի իր համար։ Նախ ինքը հենարան ընդհանրապես չունի, սոցիալական հենարան է մտածում է ինքը ունի, չունի այդ հենարանը, փուչի կա, որը որ տրաքելու է, եւ տրաքելու անենց, որ ընկնելուց ցավոտ է լինելու իրանց համար իրականում։ Մենք մեր հասարակությունը եկել է դրան, adekvat մասա կա, իրականում ասում է, որ ուզում ես տեսնես մարդու մեջ լավը կամ վատը տեսնում ես, որը որ ուզում ես տեսնել, դա էլ տեսնում ես։ Ես ինքս հավատով եմ այդ նայում մեր հասարակությանը ու տեսնում եմ, ես ուզում եմ տեսնել լավը ու տեսնում եմ լավը։ Տեսնում եմ այն հույսը, տեսնում եմ վառվող աչքերը, մարդիկ, որ ուզում են իրենց երկիրը հզոր լինի, ուժեղ լինի, adekvat ժողովուրդ ապրի այդտեղ ու հասկանում եմ, որ գալու է այդ օրը, ճիշտ է մենք շատ բան ենք կորցնում այս ընթացքում, բայց հասկանում եմ, որ գալու է այդ օրը ու հասարակությունը, մեր ժողովուրդը ասելու է, իր ձայնը արտահայտելու է ու մենք արդյունքը կտեսնենք։ Գուրգեն, դու հավանաբար նկատել ես, որ ՔՊ-ն իր քարոզչության մեջ անընդհատ փորձում է Հայաստանը ներկայացնել որպես ժողովրդավարական երկիր, բայց իրականում ինչ պատկեր ունենք մենք, ասենք, նույն իրավական, քաղաքական իրավիճակում։ Դե ժողովրդավարության բաստիոնն է հիմա հանդիսանում, չէ, Հայաստանը։ Մենք եթե մեկը միացնենք, կտեսնենք, որ իդեալ որպես ստեղծված իդեալը ժողովրդավարության այդ Հայաստանն է, Հայաստանի իշխանությունը անում է ամեն ինչ, որ ժողովրդավարությունը պահպանվի Հայաստանում, բայց իրականությունը էլի մենք տեսնում ենք, էլի մեր ժողովուրդը տեսնում են, էլի ես տեսնում եմ։ Քաղաքական առումով ինչ է նշանակում ժողովրդավարություն։ Մենք ունենք այսօր մի
մոնոպոլ քաղաքական ուժ, մի մոնոպոլ քաղաքական ուժ։ Այսինքն, երբ մարդը ուզում է դառնա, չգիտեմ, կարիերայի առաջ խաղացում է ուզում տեսնի, անպայման պետք է լինի ՔՊ։ Երբ ուզում է լավ սովորի, պետք է լինի ՔՊ համալսարանում, ամեն ինչ տանում է նրան, որ ՔՊ, ասես սրանք, չգիտեմ, հիվանդացած լինեն, որ եթե մարդը լավ մարդ է, ուրեմն պետք է ՔՊ լինի, իրանց մոտ այդ տպավորությունն է, եթե լավ մասնագետ է, ուրեմն ՔՊ պետք է լինի։ Իրանք այդ անպայման այդ ջրբաժանը կա, եթե իրանք լավ մասնագետով չեն նայում, իրանք ծանոթով են նայում, իրանք նայում են իրանք կուսակցությունը, որ վերևը լինի, որ մաքսիմում դաշտաքաղաքական դարձրել են մոնոպոլ իրանց տիրապետության տակ են պահում։ Իրավական տեսանկյունից ժողովրդավարություն մենք ո՞նց ենք տեսնում, պարոն Ղուշյան։ Մենք դատավորների ենք տեսնում, որոնք որ մի դատավոր կար է Մասիվի դատարանում, երբ ինչ տենց դժվար գործեր ա լինում, որ Նիկոլը իր Facebook-ով գրառում է կատարել, որ պետքա ձերբակալվի ինչ-որ մեկը ու գնա կալանքի, տանում են ուղղակի ուղիղ իր մոտ, իր դատավորության։ Հատուկ դատավորներ կան մենք, իհարկե, չգիտեմ, գրպանի ասեմ դատավորներ, Facebook-ի մոնիտորինգ իրականացնող Նիկոլ Փաշինյանի էջը 24 ժամ վրա ռեժիմով դիտող դատավորներ, որոնք որ անպայման պետք է մատ հենց այդ տեսնեն ու հասկանան, իրանց մոտ արդեն իրանց գործը ուրիշ է, իրանց գործը այն է, որ իրանք ստանում են այդ սիգնալը, արդեն մաքսիմում անօրինական ճանապարհով մարդուն տանեն կալանքի։ Թե արդեն հետո ինչ կլինի, հիմա թե ինչ անենք։ Թե հետո վերաքննիչով դուրս կգա, թե ոնց դուրս կգա, դա արդեն իրանց խնդրեմը չի։ Իրանք անպայման պետք է տանեն։ Նույն ոստիկանությունը անհավասար, անհամաչափ ուժ է կիրառում բոլոր դեպքերում մենք նայում ենք էդի։ Ես ոստիկանների հանդեպ շատ մեծ հարգանքով եմ վերաբերում նրանց, բայց իրականությունը մենք տեսնում ենք ու շատ ցավոտ է այդ։ Մենք պետքա նենց ոստիկաններ ունենք, որ օրինակ ծառայեն, չէ՞, քաղաքացիներին, այսինքն երեխաներ, չգիտեմ, ես կուզեմ երեխաներս, որ չունեմ երեխա, բայց երեխաներս որ ծնվեն, մեծանան, չգիտեմ, մասնագիտություններից մեկն էլ թող լինի ոստիկան, որ դառնա, բայց ես հաստատ չեմ ուզի, որ իմ երեխան նման ոստիկան դառնա։ Դե կյանքը ցույց է տալիս։ Ժողովրդավարություն չկա Հայաստանում, կներեք։ Հասկանալի է, ես քեզ լավ հասկանում եմ, որտեղ դու սովորել ավարտել ես մի այնպիսի բու, որտեղ այդ հարցերը շատ կարևոր նշանակություն ունեն եւ փորձել ես այսպես որպես երիտասարդ մասնագետ գալ ու քո հայրենիքում տեսնել այդ ամենը իրականացնել, բայց այսօր շատերը այն կարծիքին են, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ լայն ընտրության հնարավորություն չկա։ Դուք կիսում եք նման կարծիքը։ Տեսեք, դուք կարծում եք այդպես է, պարոն Ղուշյան։ Լավ, իրականում այդպես է, թե այդպես չէ, այդքան կարևոր չէ։ Օրինակ դուք, պարոն Ղուշյան, ինչի՞ չեք ստեղծում մի ուժ, որտեղ կլինի, չգիտեմ, ձեր գոլեգա գործընկեր Արայիկը, օրինակ, որ մեզ օգնում է, որ եթերը անխափան լինի։ Այն տղեն, որ զուգա ռեժիսոր է, լրագրողներից Ստեփանյանը, չգիտեմ, Էլմիրան այն օրը, որ ձեր ուսանողուին ա եղել, ձեզ օգնում է նույնպես։ Զարմանալի է, չէ՞ իրականում։ Ես տեսեք, այն կարծիքին եմ, որ մարդը պետքա զբաղվի իր գործով, որը որ ինքը համ սիրում է, բայց սիրելուց բացի մոտենում է դրան սրտացավորեն ու մոտենում է դրան բարձր պատասխանատվությամբ։ Մենք շատ քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ ենք հիմա տեսնում, գիտենք, որ ուղղակի դրանց մանկության երազանքն է եղել դառնալ քաղաքական գործիչ ու եկել են, դարձել են ու ստեղծել են մի հատ այնց իրավիճակ, որ մարդիկ այդ ընտրությունը հասկանում են, որ չունեն։ Քաղաքականության մեջ իրականում համ պետքա պատասխանատու լինի մարդ, համ պետքա սրտացավորեն մոտենա իր գործին։ Ես իրականում այն կարծիքին եմ, որ առևտրականը պետքա զբաղվի իր գործով, բժիշկը զբաղվի իր գործով, ուսուցիչը զբաղվի իր գործով, գործարարը զբաղվի իսկ քաղաքական գործիչը իր գործով։ Մենք, տեսեք, ես ընտրություն եմ կատարել, նախ իմ քայլը կատարելուց առաջ շատ եմ ծանրութեթև արել։
ուզում եմ հասկանալ նախ ամեն ինչից զատ ինձ ինչ կտա այդ քայլը, որ ես քաղաքականություն եմ ուզում մտնել, ու հետո ես այդ քայլով ինչ կարող եմ տալ հասարակությանը իմ երկրին։ Ես իմ մեջ այդ պատասխանը ստացել եմ։ Այդ պատասխանը ստացել եմ ու դրանից հետո ընտրություն եմ կատարել մի թիմի, գնացել եմ մի թիմ, որտեղ արժե համակարգը, սկզբունքները, հիմքերը ինձ համար շատ հոգեհարազատ են։ Եվ թիմը ունի մի ղեկավար, ով անցել է անթերի ուղի, ներկայացել է որպես գործի մարդ, խոսքը պարոն Վանեցյանի մասին է, եւ ներկապային սրտացավորեն եւ անձնվիրաբար ուզում է բան փոխի Հայաստանում, փոփոխություն կատարի, adekvat փոփոխություն ուզում կատարի։ Եվ մեր թիմը իրականում հենց այդ գիտեք ինչ մեր ընկերական մթնոլորտ է միած ստեղծվել մեր թիմում եւ այդ ընկերական մթնոլորտը թույլ է տալիս քեզ adekvat բանակցել, adekvat խոսալ, դիալոգ վարել եւ դրանից հետո գալ ընդհանուր հայտարարի։ Բոլորը իրավունք ունեն մեր թիմում խոսալու, բոլորը։ Եվ իրականում հիմա շատ դժվար է համոզել հասարակությանը, որովհետև հասարակությունը մի քանի սկզբունքներով է առաջնորդվում իր ընտրությունը կատարելու մեջ եւ այդ իսկ պատճառով մենք գիտենք հասարակության ցավը, մենք գիտենք հասարակության նպատակը, մենք վերլուծել ենք այդ ամեն ինչը ու մենք տալու ենք այդ ամեն ինչը, մենք տալիս ենք արդեն այդ ամեն ինչը եւ հենց մենք եւ մեր նման ուժերը հետագայում պետք է օգնեն հասարակությանը, այսպես ասեմ։ Ես չգիտեմ դուք նկատել թե չէ, որ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, թուլացման ֆոնին բավականին ակտիվացել են Հայաստանի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները, չեք գտնում, որ նման զարգացումներից, նման գործընթացներից շահող է նորից Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես, երբ իշխանությունը ինչ որ անկում է ապրում, այնտեղ ստեղծվում է վակուում, եթե կհամաձայնվեք ինձ հետ։ Եվ այդ վակուումը անպայման պետքա ինչ որ ուժեր տեղ զբաղեցնեն։ Լինելով նախկինում պրոֆեսիոնալ ղեկավարներ, թե երկրորդ նախագահ, թե երրորդ նախագահ, թե առաջին նախագահ անգամ, նրանք այդ վակուումը մաքսիմալ հասկանում են էֆեկտիվ ոնց կարող են օգտագործել իրենց համար։ Իրականում այստեղ խոսքը ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահի մասին է, հակակշիռը Նիկոլի դա հասարակությունն է։ Այն adekvat հասարակությունում խաբել ուղղակի դժվար է լինելու։ Այն adekvat հասարակությունը, որը հին բարքի, որը ոչ հին բարքերին է ուզում վերադառնա, ոչ էլ Նիկոլի այդ ստի ու կեղծիքի մանիպուլյացիաների տակ կմնա։ Մեր հասարակությունը նոր ուժ է ուզում տեսնի, լի էներգիայով, լի ուժով, խելքով եւ ամենակարևորը պատասխանատվության բարձր մակարդակով։ Եվ այդ իսկ պատճառով իրականում երկրորդ եւ երրորդ նախագահները տեսեք, թե իրենց մասով մենք մեր գնահատականը ես չեմ կարող վատ գնահատական տալ իրենց, որովհետեւ այդ տարիներին, հա, նայում երբ թե առաջին նախագահի, թե երկրորդ, թե երրորդ նախագահի տարիներին ընթացքում մենք ունեցել ենք արժանապատիվ երկիր։ Մենք տարբեր միջազգային հարթակներում ներկայացել ենք որպես հաղթած, հաղթանակած երկիր եւ պահել ենք այդ պլանկեն բարձր։ Շատ սխալներ են եղել, խայտարակ աստիճանի, չգիտեմ, կոռուպցիա, լիքը անհամաձայնություններ կա այդտեղ։ Բայց ամեն դեպքում համեմատականություն տանել երկրորդ, երրորդ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ պետք չի իրականում, որովհետեւ այդ ամեն ինչը անցել է արդեն։ Հասարակության էլ խաբել չի լինի։ Ոչ հին բարքերով, ոչ Նիկոլի կեղծիքով ու մանիպուլյացիաներով։ Հասարակությունը հստակ պահանջ է ներկայացնում ու հասարակությունը կստանա իրեն արժանի իշխանությունը իրականում։ Այդ ընտրությունը կկատարի հասարակությունը, ես հույս ունեմ։
Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը միջազգայնագետ Գուրգեն Հովհաննիսյանն է։ Գուրգեն, ներկա զարգացումների ֆոնին չես գտնում, որ այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը կարող է մեր երկրին բերել նոր փոխզիջումների։ Փողզիջումների թե զիջումների Զիջումների ավելի ճիշտ, այո։ Փողզիջումներ չեն եղել ընդհանրապես։ Փոխզիջումներ շատ երկար տարիներ չենք տեսնում տեսնում ես փողզիջումներ։ միջազգայնագետի մասնագիտությունը քո մեջ խոսեց, ինչ փոխզիջման մասին է խոսքը։ Դա իրականությունն է, իրականում մարդ բժիշկ է լինի, ուսուցիչ է լինի, վարորդ է լինի, դա կտեսնի, մենք փողզիջման չենք գնացել։ Երկար տարիներ մենք փողզիջում չենք տեսնում։ Մենք մենակ զիջումներ ենք տեսնում։ Ոչ թե կբերի զիջումների նոր, այլ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը, իշխանության վարած արտաքին քաղաքականությունը հիմնված է միայն զիջումների վրա։ Այսինքն մենք ինչ ենք, մենք փաստացի մենք տեսնում ենք, որ մենակ մենք զիջումներ, մենք գնում ենք ներկայանում ենք բանակցություններին, պարտվածի դիրքերից ենք խոսում, որպես նվաստացած երկիր, ոչ մի նախապայման չենք հանում, մենք այսինքն ինքը ինչ բանակցության գնացել է միայն նախապայմանով է գնացել։ Ասում են այս դու հարցը լուծի, նոր արի բանակցություն։ Այդ իդեպ չեմ ասում, մենակ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցությունների մասին չի խոսքը գնում։ Թե Ռուսաստանի հետ բանակցություններին, մեր էս Եվրազեսի երկրների հետ կապված, թե արևմուտքի երկրներից ինչ որ երկրի հետ բանակցություններին, ինքը գնում է միայն նախապայմանով։ Իտո նրան չեն ընդունում այդքան շատ։ Մարդը քանի տարի չարչարվեց, մինչև գնաց Թրամփի հետ հանդիպեց։ Քանի այց ա ունեցել հետաքրքիր այդ փաստը չեմ ես ֆիքսել։ Երևի մի 10 այց ունեցել է, մինչև նախագահի մոտ գնացել։ Մեր մշտական ունկնդիրներից մեկը գրել է, որ Հայաստանի ներկայ իշխանությունները իրենց տուրիստական ուղևորություններով գերազանցել են բոլոր տուրիստական կառույցների ցուցանիշները։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ։ Եվ այդ այցերի, որ այդ նույն անունը չեմ ուզում ասում, գործ չսարքեն գլխին, ու այդ նույն մեր ունկնդիրն ասում է, որ հետարքիր է այդ գումարները, այդ տասնյակ հազարավոր դոլարները, որ ծախսվել են այդ տուրիստների ճանապարհորդություններին, ում գրպանից է գնա, մեր գրպանից, ում գրպանից։ Ինձ թվում է Նիկոլի գիրք ուներ գրած, երևի այդ գրքից ստացված գոնորարը։ Ես չեմ կարդում դրա ոչ մի գիրք, ոչ մի գրառում, այնպես որ ինձ հետաքրքիր չի։ Լավ, ես ուզում եմ հաջորդ հարցը տամ Պեսկովը վերջերս էլ խոսեց Ռուսաստանից ներմուծվող ծորեն ուկրաինականով փոխարինելու այդ խնդրով եւ ասաց, որ իհարկե սա ինչ զարգացումներ քո կարծիքով կարող է ունենալ մեր հետագա հարաբերությունների վրա Ռուսաստան-Հայաստան։ Տեսեք, դա ինձ թվում է բանի այդ արտաքին հետախուզության ինֆորմացիաներ չէ, որ տվել էր Պեսկովը անդրադարձավ դրան։ Իրականում ցորենի ներմուծումը դա պարենային անվտանգության հարց է, ոչ թե ինչ-որ իշխանության ինչ-որ ղեկավարի կմահաճույք, որ կարող է դրանով ինչ-որ արտահայտվի, որ թե իբր թե ինքը ինքնուրույն է։ Այսինքն ինքը դրանով ուզում է ասի, որ տեսեք, ես Ռուսաստանից կարամ հրաժարվեմ, Ուկրաինայից բերեմ, բայց այդտեղ շատ այնտեղ կետեր կա, որ պետքա դիտարկվի։ Ինքը պարենային անվտանգությունը շատ կարևոր մաս է կազմում, էլի, երկրի համար։ Տեսեք, Ուկրաինայից ցորեն ներմուծելը տեսականորեն կարա լինի, բայց փաստացի որտեղից է ներմուծում կատարում, այն երկրից, որտեղ հենց բառացիորեն ասված երկրի կեսը գտնվում է կրակի տակ, ճիշտ եմ, այդտեղից ինքը ցորեն է ուզում ներմուծի, այնտեղ շատ ռիսկեր կա, որ թե ռազմական ռիսկեր կա այդտեղ, թե որպես մշտական մատակարար կարող է ինչ-որ պահից հրաժարվի կամ ինչ-որ պահից ի վիճակի չլինի մատակարարելու, իսկ այդ ամենով նա ուղղակի Նիկոլի մասին է խոսքը, նա ուղղակի ոնց որ sense զիգզագ քաղաքականություն է ուզում վարի ու ցույց տա, թե իբր Ռուսաստանից ինքը անկախ է եւ Ռուսաստանը ինչ որ ուզում է ցավացնի դրանով։
Դրանով նա Ռուսաստանի չի ցավացնում, դրանով նա մեր երեխաների հացի խնդրեմա ստեղծում մեր երեխաների հացին վայ կարող է լինել։ Հա, չէ, իրականում այդ շատ բարդ բան է, ինքը ամեն ինչ շատ հեշտ է պատկերացնում, բայց իրականության չի համաձայն։ Ես չեմ հավատում, որ իրականում ինքը այդ արելա կանի կամ ինչ որ ինքը վախ ունի իր մեջ, հասկանում եք, ինքը այդպես ռիսկով մարդ չի, իր ասած դուխով տղա չի ինքը։ Ինքը չի կարող այդ ամենին գնա։ Ինքը իսկ Ռուսաստանից ներմուծող ցորենը իրականում մեր համար շատ հարմար է։ Մենք Ռուսաստանը ինքը իրանով մեզ որպես իր շուկան մեր համար շատ նպատակահարմար է ու մեր շուկան է իր համար շատ նպատակահարմար ինքը կարող է շատ լուրջ զեղչերով մեզ ուղարկի այդ ցորենը Ռուսաստանի մասին է խոսքը այստեղ շատ բայցեր կան էլի որ իրականում չի կարա դրան գա որովհետև վտանգ կա որ Ռուսաստանին ինքը մեր դաշնակցին ուղղակի կնեղացնի Ես չեմ կարծում, որ ինքը ուզում է նեղացնի ինչ-որ մի ձև։ Այո, իհարկե։ Լավ, վերջին հարցը տամ քեզ Գուրգեն, այսօր շատ տանջեցի։ Քո կարծիքով ինչպիսին պիտի լինի Հայաստանի հանրապետությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ելնելով մեր տարածաշրջանային վերջին զարգացումներից։ Հա, նախ փորձեմ ասել ինչպիսի հարաբերություններ են հիմա, դու ասեմ ինչպես եմ ես ուզում տեսնել այդ հարաբերությունները։ Հիմա ինքը ես քիչ առաջ էլի հարց եք ուղղել պատասխանեցի գնում է այդ բանակցություններին միշտ պարտվողի դիրքերից գնում է նախապայմաններով նախապայմանները ոչ թե հանվել են այլ կրկնապատվել բազմապատկվել են Ադրբեջանի Թուրքիայի մասով Թուրքիան իրանց որ լսես ԿՊ-ին որ լսես ասում է Թուրքիան մենք խնդրեմ չունենք գնացեք Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք բայց Ադրբեջանի հետ գնում ես հարցերը լուծելու Նիկոլը գնում է Ադրբեջանի հետ հարցերը լուծելու Ադրբեջանը ասենց մեծ շարան է ուղարկում նախապայմաններ թե այս կետերը քո երկրի ներսում փոփոխության ենթարկի նոր մենք սահմանազատումը կանենք նոր մենք քո սուվերեն տարածքից դուրս կբերենք մեր զորքերը նոր մենք կբացենք ճանապարհը բայց ինքը բանակցությունները պետք է հիմնված լինեն նախ որպես երկիր պետություն այլ ոչ թե պարտված պետություն հաղթած պետության հետ մեր բանակցությունները որ Նիկոլը գնում է բանակցության որ պարտվողի դիրքերից ենք խոսում ինքը խոսում է նվաստացած երկիր ներկայացնում ինքը տենց է ինքը անգամ իր դիրքից իր նստելու ձևից իր կեցվածքից այդ ամեն ինչը պարզ է դառնում ներողություն իրականում Ադրբեջանի հիմա իրանք ինչ արեցին իրանք ուզում են ցույց տան որ խաղաղություն են բերել խաղաղություն են բերում խաղաղությունը հաստատվում է չգիտեմ այնտեղ Ադրբեջանով տրանզիտ անասնակեր են բերել սկզբից ասում էին ցորեն հետո դարձավ անասնակեր հարցնում ես ասում զիբիլ ենք բերել լավ ոչ մի բան չենք բերել բայց կարևորը բերել ենք Ադրբեջանով բայց ինչ է ինքը ուզում ասի դրանով այսինքն տեսեք մենք Ադրբեջանի հետ հարաբերություններ ենք ստեղծում բայց մյուս կողմից նայում ես Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ասում ես չէ վայ չէ մի րոպե Ալիևը ինչ ասում է ինքը ասում է բայց մենք Ադրբեջանով տրանզիտ անասնակեր ենք բերել ժողովուրդ մենք գնում ենք խաղաղության ժողովուրդ, բայց ժողովուրդը հասկանում է, որ այդ ամեն ինչը տենց չի, այդ ամեն ինչը խաբուսիկ է։ Մենք այսօր ապրում ենք այնպես պայմաններում, գիտեք մեկ է ցավը որն է, պարոն Ղուշյան։ Մեր բանակը, մեր զորքերը մեծամասնությունը պատասխանատու տղերք են, այն չեմ ամաչես բառից ворց տղեկ են։ Իրանք գիտեն իրանց գործը, իրանք գիտեն ինչ են անում ու ինչ են ուզում։ Բայց նրանց ղեկավարումը, Նիկոլի մասին է խոսքը, էլի ընդհանուր ղեկավարումը միանց, որ այդ ամեն ինչը չի գնահատում։ Իր մեջքի հետևում կանգնած է ուժ, ինքը չի գնահատում այդ ուժը։ Ինքը գնում է էլի բանակցությունների պարտվածի դիրքերից է խոսում ու չի ներկայացնում պետական շահ այդ տեսանկյունից տենց է գնում։ Իսկ Թուրքիայի մասով
Թուրքիայի մասով պետքա սենց ասեմ, Թուրքիայի սահմանները բացվելուն շատ ծանր թեթև է պետք անել։ Պետք է ընդունվի տարբեր օրենքներ, որպեսզի այդ զսպվածությունը լինի, էլի, այսինքն մենք Վրաստանի օրինակը մեր համար շատ տեսանելի է, էլի, մենք ինչա կատարվում Վրաստանում, Վրաստանը նոր ուշքի է եկել ու հասկացել է, այդ ամբողջ աջերը իրենց Սևծովյան այդ ավազանը, այդ հատվածը թուրքական մեծ կապիտալ է գնացել այնտեղ, ու թուրքական կապիտալը գնացել է նենց, ոչ թե պարտադրել է Թուրքիայի ղեկավարը բիզնեսմեններին գնան այնտեղ առնեն կամ բիզնեսմենների իրենց ցանկությունով են գնացել, այլ ծրագրավորած կազմակերպված պետական մակարդակով տվել է անտոկոս վարկ բիզնեսմեններին, որ թուրքական կապիտալը գնացել է մտել է Վրաստան ու այնտեղ թելադրում է թե ինֆրաստրուկտուրան, թե բիզնեսը տարբեր ոլորտներ վերցրել է իր ձեռը ու Վրաստանը նոր հասկանում է այդ ինչա։ Ես չգիտեմ իրականում Թուրքիան դիտարկում է Հայաստանին որպես տենց ինչ-որ կարևոր հատված այդ կապիտալը առնելու կապիտալ գնելու համար թե չէ, չեմ կարող ասեմ, բայց ամեն դեպքում պետք է զգուշավոր մոտենալ, որովհետև մենք գիտենք Թուրքիայում թե ինչպես են մեր հանդեպ տրամադրված, թե հասարակությունը, թե ղեկավարությունը։ Եվ նրա ծրագրերի մասին մենք բոլորս տեղյակ ենք։ Գուրգեն, շնորհակալ եմ, որ եկար, շատ ուրախ էի մեր հանդիպան համար, առաջիկայում հույս ունեմ քեզ նորից հյուրընկալել։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր իսկապես շատ հաճելի համակրելի երիտասարդ էինք հյուրընկալել միջազգայնագետ հայրենիք կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Գուրգեն Հովհաննիսյանն էր մեր տաղավարում։ Այսօր այսքանը, ցտեսություն։